Չէ, ես կարծում եմ, որ դա չհաջողության մասին պնդում անելու համար բավարար չէ եւ հիմք էլ չկա։ Կարծում եմ դա արվել է իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը արդարացնելու համար, հա, որ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա, որը ինքնին իր համար զարմանալի է, որովհետեւ մեր այսպես ասած աշխատանքը եւ գործելավոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակման հետ տրամաբանության առաջարկելը խոսում է հակառակի մասին եւ ել չեմ ասում որ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները եւ մեր ընդդիմախոսները մեզ հակառակի մեջ են մեղադրում ասում են դուք ընդհանրապես Ադրբեջանի նախագահան ինչ ասում է դուք եք անում հիմա ստացվում է որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը մեզ նման մեղադրանք անելով հանդերձ եւ դուք նշեցիք որ մենք պաշտպանության նախարարությունը հայտարարություն արել բայց եկեք ֆիքսենք որ նաեւ եվրոդիտորդներն են նույն հայտարարությունը արել որ նման բան տեղի չի ունեցել եւ կրակոցներ չեն եղել ենթադրում եմ որ դա կրկնում եմ Ալիևի այդ զորո վստահության եւ այլը դրան միտված որ ի ապացույց դրան հանրության մեջ Ալիևի իրանց հանրության մեջ Ալիևի խոսքերը ավելի ընդդացնելու եւ ցուցադրելու որ նախագահն ասում է ուրեմն մի բան կա որ ասում է դրան միտումն է բայց ցանկություն ունենք պայմանավորվածություններին ստեղծված իրավիճակը Իսկ դե տենց պաշտոնյա ես չեմ կարող կամ որովհետեւ պաշտոնյա չի կարող ադրբեջանական մամուլում նույնիսկ ոչ պաշտոնական չնես չգիտեմ այնտեղ պաշտոնական ոչ պաշտոնական որն է բայց այնուամենայնիվ որքան հասկանում եմ դա մամուլի մեջ է եղել բայց ԱԴՆ-ի հայտարարություն եթե չեմ սխալվում չի եղել չէ որ տենց բան ա եղել ես չեմ կարող իրանց ոչ պաշտոնական մամուլի 1-2 հրապարակման հիման վրա պետության դիրքորոշման վերաբերյալ հայտարարություն անեմ կամ կարծիք հայտնեմ կարծիքս ասեցի մոտարապես պատկերացումս ասեցի բայց դա պաշտոնական բանի վերագրել ես բան չունեմ որտեվ կա բանակցություն կա խոսակցություն եւ այդ խոսակցությունը ինձ համար որպես պաշտոնյա պետք է իսկ գուցե Ադրբեջանը այստեղ կատվական սադրանքով փորձում է հող նախապատրաստել ինչ որ էսկալացիայի կամ ճնշում գործադրել Հայաստանի վրա ածանցիալ նախապայմանների ստանալու նկատմամբ որը որ պարբերաբար բարձրաձայնում է Ուրեմն նախ հարցակման հետ կապված ես արդեն ասել եմ որ դրա էսկալացիայի հետ կապված դա նաև այդ միտումը հաշվի առնելով որ իրանք մշտապես այդ աշխատելավոճը կիրառել են, հա, սկզբից հայտարարել են որ արձակվում են, հայերեն են կրակում եւ այլ եւ իրանք ստիպված են պատասխան տալու, դա իրանք մշտական ոճն է, բայց ես կրկնում եմ որ ես չեմ այս փուլում ես չեմ կարծում որ նման քայլի կգնան, նոր են հայտարարել որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում, իրանք իրանք տեղեկություններ ունեն, իրանք արբանյակներ ունեն, Ադրբեջանում իրանք աղբյուրներ ունեն եւ կարծում եմ որ դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի։ Երկրորդ հարցը ինչ էր պատասխանեցի։ Կապված ածանցիալ նախապայմանների որ առաջ։ Տեսեք, երբ որ մենք պայմանագրի վերջին երկու կետը քննարկել ենք եւ ուղարկել ենք հետ, մենք գիտենք չէ՞ դրա հաջորդ քայլը ինչ ալնելու։ Եվ մենք գիտենք դրա շարունակությունը, լուծումը եւ այլը որն է լինելու եւ վարչապետի հարցազրույցի մեջ նաեւ այդ դրա պատասխանը մի մասով կա, բայց երևի այդ մեծ ծավալի մեջ դա դուրս է մնացել եւ հանրության մեջ այդքան չի քննարկվել այն բոլոր մտավախությունները, որոնք որ ճակերտավոր մտավախությունները, որոնք որ Ադրբեջանը առաջ է քաշում, պայմանագրի մեջ այդ բոլոր մտավախությունների հետ կապված լուծում կա եւ ոչ թե մի տեղում, այլ մի քանի տեղում, ինչպես վարչապետը ասաց, ինչպես նաեւ եթե դա էլ բավարար չլինի, մենք էլի պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք Հայաստանի օրինակ սահմանության մեջ այդ որ իրանք մեղադրում են տենց բաների տարածքային պահանջների մեջ տենց բան կա թե չկա, արդյոք իրանք սահմանության մեջ նման օրինակ բան կա թե չկա եւ վերջի այդ հարցը ո՞նց է լուծվելու։ Մենք առնվազն ասում ենք որ մենք այդ հարցը արդեն լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ, ասում ենք որ մեր ներպետական ինստիտուտները անցնելուց հետո այդ նմանատիպ հարց չի առաջանալ վերջի կարող ենք փորձաքննության ուղարկենք երկու երկրների սահմանադրությունները որ բարձելու թե արդյոք այդ բնդումները իրականության հետ աղերսում են թե չէ որովհետև միշտ կարելի է ասել օրինակ ինձ դուրս չի գալիս քո մազերի գույնը կամ դուրս չի գալիս քո ձեռագիրը կամ որևիցե բան բայց պետք է ամեն ինչի տակ հիմնավորում լինի։ Մինչ այս պահը Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ մենք փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ եւ այդ տրամաբանությամբ ենք իրենց հետ աշխատել։ Կարծում եմ, որ շարունակությունն էլ էլի տրամաբանված եւ հիմնավորված կլինի, այլ ոչ թե ներքին լսարանի կամ ինչ-որ հայտարարության, քաղաքական հայտարարության։ Հիմա կարող ենք ենթադրել, որ շարունակական ասեցիք սահմանադրությունները փորձակնության ենթարկել ինչ մեխանիզմ է դա իրենց ենթադրելու։ Դե օրինակ ես այտենց օրինակ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների սահմանադրությունները
եւ հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողովը պայմանական ասի նման բան կա թե չէ, բայց այնուամենայնիվ այն մնացած փաստարկները, որ մենք բերել ենք մինչեւ այսօր սահմանության հետ կապված իրենց հայտարարությունների հետ կապված, դրանք մնում են ուժի մեջ, դրանք որևիցե մեկը չի ասել, որ դրանք էլ գոյություն չունեն, այլ նորից եմ ասում, նաեւ իրենց սահմանության մեջ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանում այլ երկրների հետ կապված նման տրամաբանությունից ելնելով նման բաներ կան։ Հիմա համարում ամբողջական տեքստին ծանոթ եք խաղաղության պայմանագրի։ Հայաստանի համար վտանգավոր կետեր կան այնտեղ։ Հայաստանի համար որևիցե վտանգավոր տեղ չկա։ Ես դա ասում եմ բոլորի իլուր, որ բոլոր կետերը, ինչպես նաև վարչապետն է նշել, բոլոր կետերը երկկողմանի են։ Եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա վտանգավոր է, մեկն է թե ինչ-որ մեկը դա մեկնաբանի որպես վտանգավոր կետ, դա նույն հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև որևիցե հրապարակայնացում բան Սիմոնյան, տեսեք, նախ եւ առաջ դրա մի մասը արդեն հայտնի է խոսակցությունների։ Երկրորդը, տեսեք, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին հաջորդական լեզվով ասած ամեն տեղ պատճառաբեկ որևիցե բան հայտարարելու եւ ինչ որ ձևով խնդիրներ ստեղծելու։ Երբ որ ժամանակը եւ տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու եւ պահը կգա, բնական է։ Ես հասկանում եմ, Ադրբեջանը ամիշտ առաջիկայել անում, այսքան Ադրբեջանը հրապարակի նորմ ենք։ Չէ, հարցը ինչ Ադրբեջանը կհրապարակի նորմ ենք, նախ դրա մեջ որևիցե մեկի, այսպես ասած, չիները չի գնում։ Հիմա ինչ որ մեկը պետք է համաձայնվեր, չէ՞, մի րոպե։ Գոյություն ունի, բան չէ, որ մեկը պետք է վիվերջը այդ բանը, այտենց ուղարկում ենք իրենք մեզ են ուղարկում ենք իրենց։ Ինչ որ մեկը պետք է ասի, լավ, այս փուլում լավ, համաձայնենք այս բանում։ Մենք որոշեցինք, որ այն խնդիրները, որոնք որ կան, այն մտավախությունները, որոնք որ կան, մենք կարող ենք տարբեր ձևերով ապահովագրենք մեզ եւ լուծում գտանք, որ այո, լավ, այս բaragայում մենք կարող ենք sense լուծում գտնենք, եւ այդ լուծումը գտանք եւ համաձայնեցինք։ Հիմա հրապարակման հետ կապված, դրա հետ կապված քննարկումներ կլինեն միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի եւս մեկ անգամ ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը իր վստահությունը, որ ասում է զրույն եմ, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաեւ համար, նաեւ մենք պետք է մեր միջազգային գործընկերների հետ ազնիվ եւ ուղիղ լինենք եւ ցույց տանք, որ մենք տենց ենք աշխատում, թե ինքը ինչ է անում, ինքը կարող է յուրաքանչյուր անկանխատեսելի քայլ անի, բայց մենք մեր տրամաբանությունը պետք է տանենք եւ այս հարցը ձեր օգտագործելով մի բան եմ ուզում ասեմ, էլի մենք այս վերջի տարիների ընթացքում կարողացել ենք նաեւ այս իրավիճակում օրակարգ ձևավորող եւ օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը որ շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց մենք դա հաջողել ենք, ասեմ։ Պարոն Սիմոնյան, տեսեք, խաղաղության պայմանագրի հայտարարությունից հետո, որ ավարտված է, Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը զրուցեց Ռուսաստանի նախագահի հետ։ Դուք տեղյակ եք խոսակցությունից, ինչի մասին է եղել եւ ինչ է Փաշինյանը փոխանցել Ռուսաստանի նախագահին եւ այնտեղից ինչպիսի արձագանք է եղել։ Վարչապետը զրուցել է նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ, վարչապետը զրուցել է նաեւ Իրանի նախագահի հետ։ Առաջինը պարտադիր Ռուսաստանն է, դրա համար ուզում ենք հասկանալ։ Ես ուզում եմ ասել, որ որևիցե ինտրիգ փնտրել են բանի մեջ, որ առաջինը Ռուսաստանը, առաջինը Իրանն էր կամ Ֆրանսիան էր կամ չգիտեմ որևիցե այլ երկիր։ Պարզապես մեր հարաբերությունները հաշվի առնելով։ Մեր հարաբերությունները հաշվի առնելով Ռուսաստանի մենք հաշվետվություն ենք ներկայացրել։ Ուրեմն Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ոնց վերջին մի քանի տարիների ընթացքում այնպես էլ հիմա գործում է որպես ինքնիշխան պետություն եւ ինքնուրույն է կայացնում որոշումները եւ ինքնուրույն է որոշում թե ում հետ երբ ինչ ձևով խոսա։ Իսկ ինչ է խոսացել հաղորդագրության մեջ գրված է եւ ես զրույցի հետ ծանոթ եմ նույն բանը ինչ որ հաղորդագրության մեջ։ Բայց Ռուսաստանից առաջարկ է հնչել, որ Ռուսաստանից առաջարկ նախարարությունը ասում է, որ պայմանավորվենք ժամի, այսպես ստորագրման հետ կապված, հիմա դուք եք ասում Ալիևը խոսում է 0, այսպես տոկոս վստահության մասին։ Ինչ ասում շարունակությունն էլ ասա, որ հարցը տեղի լինի։ Ասում որ ամեն ինչ պետք է դեպի թղթի վրա։ Թղթի վրա։ Հիմա մոտ ժամանակներում, երբ Հայաստանը առաջարկում էր ժամ եւ տեղ պայմանավորվել ստորագրման, այս հայտարարություններից հետո դուք վտանգված եք համարում առաջիկայում, չգիտեմ, 1 ամսվա ընթացքում կամ 2 ամսվա ընթացքում այդ պայմանագրի ստորագրումը։ Դե մի քիչ բան հարց է տալի Կարինե ջան, միջև չստորագրվի, միջև ձեռներս չռնի այդ թուղթը, միշտ էլ վտանգված են համարելու։ Միջև չստորագրենք, չդնենք սեղանին, միշտ էլ վտանգված են։ Նույնիսկ եթե ընդդեղից ասեր ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք հենց հիմա ստորագրենք, բայց որը ժամը չեղածել հենց ստորագրած չլինի, ես միշտ վտանգված եմ։ Հնարավոր է վերանայվի երրորդ երկրների ներկայության այդ կետի հետ, որը փակ տեքստը փակ է։ Տեքստը այլևս երկու կողմի համար փակ է։ Խոսակցությունը ավարտված է, տեքստը փակված է։ Հիմա կարող ենք ենթադրել, որ առասարակ ցանկություն չկա այդ պայմանագիրը ստորագրելու, որովհետև երբ համաձայնեցվեց կետերը, անմիջապես հաջորդեց Հաջիևի հայտարարությունը, որ հավելյալ փաստաթղթեր են պետք է փոխհատուցում Հայաստանը պահանջի։ Հիմա Հայաստանը տրամադրի Ադրբեջանին իբրև թե 30 տարի օկուպացիա։ Ես կարող եմ հենվել միայն այն բաների վրա, որոնք որ դրված են սեղանին, թե ով ինչ հայտարարություն կանի
ասենք մեր, չգիտեմ, падգամավորներն են հաճախ Բայց նա Ալիևի խորհրդական Հիմա վարչապետը 5 հատ խորհրդական ունի, կարող է շաբաթը մեկը մի տարբեր հայտարարություն ունի, կա հաստատուց, կա քննարկվող տեքստ կոնկրետ, որը քննարկվել է եւ փակվել է, կա հայտարարություն այն կողմից նախագահի մակարդակով, կա հայտարարություն այս կողմից վարչապետի մակարդակով, մենք հայտարարել ենք, որ սպասում ենք տեղի ժամի եւ ֆորմատի հետ քննարկումներին արդեն ընթացած գործերը ոնց կգնան արդեն տեղական։ Այս մասով որ Ալիևը նշում է, որ պետք է ոչ միայն Զանգեզուրի միջանցքը տրամադրվի, այլև ապառազմականացված գոտի եւ ապամոնտաժվի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Այս մասով Հայաստան ունի հստակ դիրքորոշում։ Դե Հայաստանը հստակ իր դիրքորոշումը վաղուց արտահայտել է, մենք ասել ենք, որ բոլոր ճանապարհները պատրաստ ենք հենց վաղը բացել եւ կոմունիկացիաները բոլոր պետք է բացվեն տարածաշրջանում եւ դա ինչպես միշտ ինչպես բոլոր փաստաթղթերում է երկկողմանի տրամաբանության մեջ պետք է լինի իսկ սահմանների հետ կապված սահմանների ապառազմականացված գոտի նաեւ կարող ենք համարել այն գոտին որը օրինակ ունենք այսօր Կիրանցի տարածքում որտեղ կանգնած են սահմանապահները ամբողջ երկայնքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանում պետք է կանգնած լինեն սահմանապահները եւ սահմանազատումից հետո Դե սահմանազատումը ընթացքում է։ Դե հիմա ասում եմ, չէ՞ լինի մի քանի տարի կանցնի դեպի մենք ցանկանում։ Շատ բան են ցանկանում, թե ցանկանում, մենք էլ ենք շատ բան ցանկանում, դրա համար քննարկում ենք։ Պարոն Սիմոնյան, քիչ առաջ ասեցիք, որ այս Ադրբեջանի տարածված ապատեղեկատվության ֆոնին ԵՄ դիտորդները արձանագրել են, որ ամեն ինչ խաղաղ է։ Հիմա խաղաղության պայմանագրում երրորդ երկրների ուժի տեղակայման բացակայության կետը հանվում է, արդյոք դա չի նշանակում, որ Ադրբեջանի հնարավորությունը է տրվում, այսպես դաշտ է ստեղծվում, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտի, ագրեսիայի ֆոն ստեղծի եւ նմանատիպ Հայաստան անպաշտպան չի լինի։ Նախ եւ առաջ հիմա եկեք ֆիքսենք, որ եթե Ադրբեջանի ներքան անհանգստացնում են Եվրոմիության դիտորդները քաղաքացիական, ինքն է այդ դիտորդներին այլևս պահում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը, որովհետեւ այն պահից սկսված երբ որ ինքը կստորագրի, մեր պայմանավորվածությունը կմտնի Կողբանի մեջ, ուժի մեջ։ Երկրորդը, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո ելի պետք է հարձակում տեղի ունենա Հայաստանի Հանրապետության վրա, եվրոդիտորդների ներկայության ժամանակ է Եթե խաղաղության, եթե փաստաթուղթ է ստորագրում, պայմանական գնում ես, չգիտեմ, Եվրոմիության ղեկավարների ներկայությամբ կամ, չգիտեմ, ինչ-որ երկրների նախագահների ներկայությամբ վկայությամբ իդեպ տենց բան գոյություն ունի, տենց կարգավիճակ կա դիվանագիտության մեջ, որ ինչ-որ երկրի ղեկավարներ կամ ղեկավար վկա է հանդիսանում, գնում ստորագրում ես եւ հետո հարձակվում ես Հայաստանի վրա, եթե դա ի վիճակի ես անելու եւ կարող ես քեզ ցույց տալ, եվրոդիտորդների վրա կկրակեն կհարձակվեն։ Պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ Հայաստանը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման Ադրբեջանին ներկայացնի մեր գերիների այնտեղ պատանդարված անձանց հետ վերադարձի հարցը։ Ես կրկնում եմ, որ այդտենց մի հատ միտք մոտավոր տենց միտք Վարդան Օսկանյանն էր ասել, նման բան ասելը նշանակում է բանակցությունները եւ այն ինչ որ կատարվում է մտցնել փակուղի եւ իրավիճակը ուղղակի սրել եւ դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչը որ արվել է վերջին 4 տարվա ընթացքում եւ 150 քանի գերից մենք այս պահին ունենք հաստատված 23 գերի, որոնցից մի մասը 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023 թվականի ժամանակ են գերեվարվել եւ պատանդ վերցվել, այսինքն եթե տենց հաշվարկենք կամ 150 քանիսից եթե մարդկանց այս բանում չենք հաշվում 11 ած դարել եւ այդ դրանով այտենց չի արվում։ Եթե արվում է այլ դիվանագիտական ճանապարհ, իսկ ուլտիմատումներ ներկայացնել որևիցե կողմին, իրանք մեզ, մենք իրանք, դա նշանակում է ուղղակի վերահաստատել այն ինչ որ անում է այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր եւ մարդիկ։ Պարոն Սիմոնյան, Ամերիկայի կողմից կա հստակ պայմանավորվածություն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կամ այդ ընթացքում այն տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, իրենք դուրս կգան այդ տարածքից։ Ուրեմն այդ հարցի պատասխանը մեր սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի այսպես ոչ թե տիրույթում է, այլ տրամաբանության մեջ է, որովհետեւ այն տեղերում, որտեղ որ Հայաստանն է առաջ, Հայաստանն է դուրս գալու այն տեղերում, որտեղ որ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանն է դուրս գալու եւ այդ տրամաբանությունը արդեն իսկ դրված, ստորագրված եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերահաստատված է։ Գնալ ասել, օրինակ, ջերմուկի տեղում դուք եք առաջ, այստեղ մենք ենք առաջ, դուրս եք գալիս, դուրս եք, այդ տրամաբանություն չի ալու։ Կա ֆիքսված բանից, Իրանի սահմանից մինչև Վրաստան ֆիքսված գիծ եւ համաձայնություն, որ հենց հերթով գալիս ենք, գալու ենք հասնենք նաեւ անկլավների հասնենք քննարկելու, մեր անկլավի հասնենք քննարկել, իրանց հասնենք քննարկել, բայց դա կրկնում եմ, մեր համար ընդունելի է, մեր համար
հասկանալի է, մենք կառավարում ենք այդ ռիսկերը եւ տեսնում ենք թե ոնց է դա գնալու, որը որ դրական բան է։ Բայց Ադրբեջանը չի ասում որ հատվածից անենք, մենք համաձայնում ենք այն հատված։ Ադրբեջանն է ասում որ հատվածից, մենք համաձայնում ենք այն հատվածներից սահմանազատումը, որ Ադրբեջանն է առաջարկում Պարսիմանյան։ Միշտ Ադրբեջանը առաջ։ Այդպես մեծ ձեռնտու որ Սյունիքից լիներ։ Նախ դա քննարկումների տրամաբանության մեջ է։ Մենք մեծ ձեռնտու Սյունիքից մենք ֆիքսել ենք որ միջև Սյունիք այդ գիծը գալիս է։ Այսինքն դուք ասում եք այն տրամաբանության մեջ որ կարող է ջերմուկում իսկ ավելի վերև տեղ չկա որ արժանիք են ամեն տեղ կա բայց միջև հասնեն չէ դե 10-ը չենք մոտենա նախ ժամկետները շատ սխալ եք ասում դες բան չկա երկրորդը կարևորը ֆիքսել ենք երկու կարևոր բան որը ֆիքսել ենք նաև խաղաղության պայմանագրի մեջ որը որ կարևոր է դա Ալմատայի հռչակագիրն է որոնցով որ երկրները անկախանում են իրենց անկախացել են իրենց վարչատարածքային բաժանման բանով հա տրամաբանությամբ ինչպես նաև սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի այդ փաստաթղթի մեջ ֆիքսել ենք այդ խոսակցության մեջ որ սահմանը Վրաստանից մինչեւ Իրան ընկած հատվածն է թե այդ սահմանը սենց է այդ արդեն միգուցե ժամանակի ընթացքում կգանք այդ նույն Ալմատայի վրա առավում կատարելով կետարկետ կվերհանենք սահմանը եւ կֆիքսենք վերհանելուց հետո բայց սահմանը ակետից Վրաստանից Իրան ֆիքսված է, դա կարևոր։ Հիմա դուք ասում եք մեզ ձեռատալիս Սյունիքից, մտավախությունից ելնելով, որ կարող է ձևով ճնշման ենթարկել, հա, ասենց ասեմ, հա, բայց ֆիքսել ենք, չէ, որ այդտեղից ընդեղ իջնում է սահմանը։ Այսինքն այդ յուրաքանչյուր ճնշում կարա 1 կիլոմետր վերև լինի, 100 կիլոմետր վերև լինի։ Կարևորը մենք ֆիքսել ենք այդ։ Ու ֆիքսել ենք, որ դա բոլոր տեղերը մենք խենք հա այդ Ալմատայի դեկլարացիայի մասին խոսում, որտեղ դա ֆիքսում է սահմանի վերահանման տրամաբանություն։ Եվ Եվրակվեի հետ կապված նախաձեռնության ձգումը ինչ է պայմանավորված։ Ինչ նախաձեռնություն։ Եվրակվեի տեխնիկական ոչ մի չէ, ոչ մի քաղաքական բան չկա, ոչ մի ես գիտեմ դրա մասին էլ են հարցեր, չէ, անկեղծ ոչ մի sense ասեմ չեմ լավ այդ բառը չեմ ասի, ոչ մի տենց բան չկա ձեր մտածած բան, արդեն առաջին ընթերցման ընդունվել է, արդեն նույնիսկ ընկալում է աշխարհում նենց որ արդեն ընդունել են, մենք ենք գնում ասում չէ, մի րոպե սպասեք երկրորդ ընթերցում ունենք։ Դա ընդունված բան է, տեխնիկական բան է։ Ճանապարհների ապաշրջափակման ընդդիմությունն ասում է, որ այս փաստաթղթը Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջում, այսինքն փոխզիջման մասին խոսք չկա, ավելին այս փաստաթղթը երկրորդ կապիտուլյացիա է, ինչպես կարող է կարգավորել։ Դե երկկողմանի փաստաթուղթը ո՞նց կարա երկկողմ կապիտուլյացիա լինի։ Այսինքն եթե մենք երկկողմ բոլորից երկուսիս համար հավասար բան ենք պայմանավորվում։ Դու չես պայմանական, դու չես ձեր տալիս ես միկրոֆոնին, ես ձեր չեմ տալիս ես միկրոֆոնին։ Հիմա դրա կապիտուլյացիան ո՞րն է։ Իրանց պայմանն է որ ես միկրոֆոնին ձեր չնա, չէ, մեր պայմանն է որ ես միկրոֆոնին այս սահմանին ձեր չէ։ Հիմա պայմանական գրված է որ Հայաստանը այս գծից այս կողմ Հայաստանը, այս գծից այն կողմ Ադրբեջան։ Ի՞նչն է դրա։ Հիմա իրենք հայցերը հետ կանչել են միջազգային։ Ինչ պետք է անեն։ Բայց եթե կրկնում եմ, քանի անգամ կարելի է նույն բանի մասին խոսել։ Բոլոր պայմանական, այտենց կետ չկա որ գրած է։ Իր հերթին պայմանական չգիտեմ հնարավոր է Հայաստանը միակողմանի այտենց բան չկա։ Կողմերը պարտավորվում են, կողմերը պարտավորվում են Հայաստանի Հանրապետության։ Բայց դրանից հետո նորից են խոսում դրա մասին։ Հայտարարություններ էր, չէ՞, այդպես երկկողմանի, բայց Ադրբեջանը բոլոր Չէ, երկկողմանի չէ։ Հայաստանի տարածքում Լաչինի միջանցք կար։ Չէ, գերիների մասով։ Հա, գերիների մասով կար, որ ադրբեջանական կողմը չի կատարել այդ պարտավորությունը եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ գրեթե այդ 9 կետից երևի մեծ մասը չէ, ամբողջությամբ չի կատարել այդ փաստաթղթը։ Ճանապարհների ապաշրջանում Բայց ի՞նչ կապ ունի Հայաստանի կողմից։ Մենք մեր պարտավորությունները ոնց կատարել ենք, մենք մեր պարտավորությունները կատարելու ենք։ Բայց այդ դուք ինձ հարցնում եք, ասում անդիմությունը ասենց, ես ասում եմ, ինչ որ մենք պայմանավորվել ենք, այն ինչ որ համաձայնեցրել ենք, համաձայնեցրել ենք երկկողմանի, հիմա պայմանական, որ ընդդիմության ղարկարում դեմքեր են, բան պայծառ ուղեղները գնային ինչ որ բան պայմանավորվեին, իրանք ուրիշ ձև էին պայմանավորվել։ Ասում են միջազգային երաշխիքները պետք է պայմանավորվելու եւ նույն ձև էլի Ադրբեջանը կարող չկա բանը կատարել։ Հարցը ձեր հնչում է նրա մասին, արդյոք Հայաստանը միակողմանի բանա զիջել, արդյոք այդ զիջում կամ ոչ զիջումը կամ ինչ որ բանը, որը որ եղել է պայմանավորված կապիտուլյացիա եւ կարելի է համարել որ միակողմանի, ասում տար չկա այնտեղ գրված, որ վերաբերվում է միայն Հայաստանի Հանրապետության եւ չի վերաբերում Ադրբեջանի Հանրապետության։ Պարսիմանյան Ռուսաստանից ողջունեցին խաղաղության պայմանագիրը Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը, բայց միևնույն ժամանակ հիշեցնում են 2020-22 թվականների 3 երակողմ հայտարարությունները։ Սա ենթադրում է, որ իրենք ամեն դեպքում ինչ-որ վերապահում ունեն այս համաձայնեցված կետերի շուրջ։ Եթե համար են հիշեցնում այդ պայմանավորվածությունները։ Ես չգիտեմ, երևի հիշել են, որ իրանք այնտեղ պետք է խաղապահ ունենային, որ պետք է Ղարաբաղի ժողովրդին պաշտպաներ, երևի հիշել են դա, երևի հիշել էին, որ պետք է Լաչինի միջանցք կլներ, իրանք պետք է այնտեղ կանգնած լինեն։ Ներորդ կետի մասին է ճանապարհները, այսպես կետի հետ մենք խնդիր չունենք, իրանք նախագահի հրամանագիրը կա, որով ինքը դիմում է Հայաստանի Հանրապետության, գրված է, որ ինքը պետք է դիմել Հայաստանի Հանրապետությանը, որ Հայաստանի Հանրապետությունը իրանք այդ ինֆորմացիան տրամադրի, որ իրանք կարողանան բանալ։ Մենք պատրաստ ենք հիմա դրամադրենք այդ ինֆորմացիան, ինչ խնդիր։ Հիմա կոմունիկացիաների մասով Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի համար ընկալել է։ Վերջացնեմ էլի։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա մի միջանցքի մասին խոսույթ։ Դա Լաչինի միջանցքն է, որը չկա այլևս, այսօր չկա։ Այդ իրանց պատասխանելու հարցն է։
Ընդհանրապես 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 թող պատասխանեն, ես 9-րդ հարցի պատասխանը Հայաստանը բազմիցս տվել է եւ հիմա էլ է պատրաստ տալ։ Ոչ չգիտեմ Ադրբեջանը արդյոք, չգիտեմ Ադրբեջանը քննարկել է, Ադրբեջանը ուզում է որ տենց բան լինի։ Ես տպավորություն ունեմ որ Ադրբեջանը չի ուզում եւ Ադրբեջանը մշտապես խոսում է որ երրորդ կողմ չլինի եւ այս համաձայնագրով նաեւ երրորդ կողմ եք դուք մենակ եվրոդիտորդներին հասկանում։ Երրորդ կողմը դա նույնպես երկկողմանի է։ Չի կարող որևիցե երրորդ կողմ լինի մեր սահմաններին։ Այսինքն նաև Ռուսները երրորդ կողմ չեն։ Դե իհարկե, բայց ավելի շատ շեշտը դրվում էր եվրադիտորդներ, որտեղ Ադրբեջանը Չէ, իրանք ասում առիթն է, բայց երրորդ ոգրած չի եվրոդիտորտ պետք է չլինի։ երրորդ Գրած է երրորդ երկրն է, վերջացավ։ Բա Ռուսաստանի երրորդ երկիր չի, բայց ո՞նց է ստացվում, որ Ադրբեջանը համաձայնեցնում է մեր այդ մի փաստաթուղթ, որտեղ ֆիքսում է, որ երրորդ կողմ պետք է չլինի, բայց դուք միևնույն ժամանակ եւ ռուսական կողմը միևնույն ժամանակ հղում է անում նոյեմբերի 9-ի վրա եւ փորձում է, չնայած նրան, որ չկա այդտեղ գրված Միջանսկ բառ, փորձում է այդ միջանցքային տրամաբանությունը մեզ բան անել Հայաստանի Հանրապետությունը ասել ենք բազմիցս հիմա էլ ենք ասում որևիցե փաստաթղթում նման բան չի ստանձնել Հայաստանի Հանրապետության միջով անցնող ճանապարհները կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության ինքնիշխանության եւ իրավասության տակ ուրիշ տարբերակ չի քննարկվել չի քննարկվում եւ չի քննարկվելու մեր համար դա բազմիցս հայտարարել ենք նույնիսկ Ալիևը սրան պատասխանել է ասել է որ ասում են միջանց դուք եք դեռ ժղանանում ես դա նկատի չունեմ կա դրա տեսանկյունությունը կա բայց դե անկախ հերոստանգերությունները դա չեն դնելու մեր լավ բան ասեմ Այսինքն ռուսական ռազմաբազային կարող է վերաբերել Ինչ կա ռուսական դա մենք մեր հայ-ադրբեջանական սահմանին այսինքն հայ Թուրքիայի հետ ինչ կա գործ ունենք մենք Թուրքիա չենք պայմանագիր կնքել հայ-ադրբեջանական սահմանի մասին է խոսքը Թուրքիայի հետ ինչ կա Սիմոնյանը ԱՄՆ-ի կողմից հայտարարություն է գերիների ազատ արձակման վերաբերյալ ինչ է կարծում ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա Այդ հայտարարությունը անողին է պետք է հարցնել մենք անընդհատ դրանով զբաղվում ենք անընդհատ դա առաջ ենք տանում եւ հուսանք որ այդ հայտարարությանը կհետևի հստակ քայլեր եւ դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար հստակ քայլ ասելով ինչ նկատում Չգիտեմ թող զանգեն պայմանավորվեն ոնց են վերքերիների մեր մարդկանց հետ տալի բոլորին անխտիր անկախ ժամանակ են Երևանում Դուք որտեղ եք պատկերացնում այս խաղաղության պայմանագրի ստորագրումը որտեղ պետք է լինի որ հարթակում Ես կարծում եմ որ ես նման պատկերացումներով ոչ կիսվելու իրավունք ունեմ, ոչ այդպես բաների մասին մտածելու։ Բայց կան այսպես խոսակցություններ, թե որտեղ նախնական խոսակցություն։ Չեմ կարծում, որ այդ խոսակցության մենք որևիցե շատ քիչ տարբերակներ կան, որ ես օրինակ որպես անձ դեմ կլինեմ, որ այնտեղ եւ այդ այսպես ասած վկաների եւ միջնորդության դեպքում լինի, շատ քիչ տեղ կա, այն համար կարևոր է պայմանագիրը կնքվի եւ գործի։ Որտեղ այդ քիչ տեղը։ Թույլ տվեք չասեմ կգուշակեք։ Պարոն Սիմոնյան, ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա խաղաղության պայմանագրի նման փաստաթղթով։ Չի, որ ոնց կարա մեկը մի բան հայտարարի, երբ նույնիսկ տեքստին ճանաչ, չուզում հասկանամ։ Որովհետեւ ինչպես գործընկերս նշեց, ենթադրում են, որ դա նոր կապիտուլյացիա է լինում եւ պայքարելու են նոր շարժումներով։ Ասում ենթադրում են, թող խաչակնքվեն։ Ոնց կարա լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի տեսել։ Ես անկեղծ չեմ ասում։ Չկա եւ պայքարի իշխանության դեմ, թող պայքարի, չգիտեմ, խաղաղության դեմ, պայմանագիր կնքելու դեմ, թող պայքարի, չգիտեմ, իմ դեմ, ինչ որ մի բանի դեմ, թող պայքարի, որը որ շոշափելի է կամ տեսել է, բայց ոնց կարա լուրջ քաղաքական գործիչը պայքարի մի տեքստի դեմ, որը չի։ Հրապարակեք տեսնենք, մենք Չէ, մի րոպե, հրապարակենք տեսնենք, այդ ուրիշ խոսակցություն է։ Ոնց կարա լուրջ քաղաքական գործիչ։ Ասում եմ, դե ամեն ինչ զիջում է այս իշխանություն, ենթադրում է, որ զիջողական վերադառնանք երկուսի համար, եթե մենք զիջում ենք Ինքը չի զիջում, ուզում հասկանամ, այդ ինչ ենք մենք զիջում, որ երկկողմանի է, որ Ադրբեջանը չի համարում իր համար զիջում։ Մեր լուրջ ընդդիմադիր գործիչները համարում են, ցավում են, բայց գիտակցված թե չգիտակցված շատ վատ բան են անում Հայաստանի Հանրապետության անկախության համար ձեր նշած քաղաքական գործիչները։ Իրանք, ինչպես ասեց Վաչապյանը, մայակներ են, թե որտեղ մեր հակառակորդը պետք է եւ պետքա հարվածի, մայակներ են, գիտակցված, չգիտակցված 5-րդ Շարասյան դերն են իրancs վրա վերցնում։ Հայաստանի Հանրապետության շահին, անկախությանը հարվածողի դերն են։ Հաճախ լինում է չգիտակցված, անկեղծ եմ ասում, մարդիկ կան, որ գիտեն, որ չգիտակցված են դա անում, բայց չի կարելի երկկողմանի պայմանագիրը, բոլոր կետերը, բոլոր 17-ը երկկողմանի է։ Օրինակ բերեք, թող իրանք օրինակ բերեն, ասեն, որ երկկողմանի պայմանագրի մեջ չէ, միակողմանի չի, ռուսական ուժը պայմանական նոր քննարկում ենք, որը որ նարատիվա ինչ որ ձևավորված, հենց նույն Լաչինի Միջանսկի, ասում Լաչին, Զանգեզուրի Միջանսկ, որ ինքը ասում է, այդ իր նարատիվը չի, այդ ցանկությունը հակառակ կողմը չունի, չի ունեցել, չի ստորագրել դրա տակ, ունեցել է, չէ, բա որ ֆիքսում ենք, այն պայմանական դուրս է գալիս, այն պայմանական նրա ճանապարհը չի փակվում, դες ոնց ալում, ժողովուրդ պետքա մի բանից խոսալու առաջ գոնե տեքստը կարդաս, լուրջ չի դա։ Պարոն Սիմոնյան, հարցն է, որ մեր հայցերը, օրինակ միջազգային իրավական հայցերը վերաբերում են արցախցիների կյանքի իրավունքին, նրանց տեղահանման, այսինքն մարդու անմիջական իրավունքների հետ են կապված։
Ադրբեջանին է կապված ինչ-որ ենթադրյալ գույքային վնասների հետ, չգիտեմ օկուպացիայի հետ, այսինքն նույն նժանի վրա դնելու հայցեր չեն, էլի դրա։ Սխալ է։ Դուք ծանոթ եք բոլոր հայցերով։ Իսկ չեք լսել, որ ադրբեջանական կողմը խոսում է վերադարձի մասին, որ ունեն հայցեր եւ ունեն մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրանք Հայաստանի Հանրապետության մեջ գույքեր ունեն եւ այդ մարդիկ պետքա վերադառնան։ Այդ մասը չեք լսում, թե ձեր չի տալիս դրանք։ Իա լուրջ։ Դե ես ու դու նստենք որոշենք սա հիմնավոր է, դա անհիմն է։ Ասում ենք, ոնց մեզ դա անհիմն է, իրանք էլ ասում են ձեր բերած դա անհիմն։ Դա համար գույքությունի դատարան։ Եկես թվում է իրանք հայցերը անհիմն են, մերոնք սա հիմնավոր են կամ իրանցը հիմնավոր են, մերոնք Դե ինչու ենք հետ կանչում, թող դատարանը քննի բարձի։ Դա իրանք էլ են հետ կանչում, բայց այդ պայմանավորվածությունը երկկողմանի պայմանավորվածություն է։ Քեզ թվում է մենք մեր հայցերը կրելու ենք, իրանք բոլոր իրանք հայցերը պարտվելու են։ Բայց իրենք նոր հայցերից են խոսում, ասեն փոխհատուցում եւ այլն պետք է հաստատել։ Իրանք էլ են, մենք էլ ունենք հայցեր, որոնք որ փոխհատուցում են ենթադրում, մշակութային բան են ենթադրում, վնաս են հայտարարում անում։ Ասում են սա Երևանում, ընդհանրապես Երևան են ասում են սա Երևանում նույնիսկ են կապուտ մզկիթն են ասում են իրանց, որը որ պարզա որ պարսկական է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բան, նույնիսկ դա են ասում։ Այսինքն ես խնդրում եմ հայկական մոլորակից դուրս նաեւ էլի կյանք գոյություն ունի, հասկացեք, որ մեր պատկերացումից դուրս նաեւ այլ պատկերացում կա։ Ու բոլորը ամեն ինչը երկրում։ Այդ արտաքսիները դες դատի են տալու, ասել են, որ եթե հետ կանչեք Հայաստանի իշխանությունը դատի են տալու։ Թող դատի տան, ինչ ասեմ։ Թող դատի տան։ Ես զարմանում եմ, որ իրանք չգիտես ինչի փոխանակ պայքարեն այն մարդկանց դեմ, այն իշխանության դեմ, այն իրանց վրա կրակողների, այն իրանց որ գերավորը իրանց դեմ, իրանք շատ տենց համառ ու դուխով պայքարում են մեր դեմ։ Մենք չեմպիոն ենք, չէ՞, մենք ինքներս մեր դեմ պայքարելու մեջ։ Դա տենց ուժեղ են, թող գնան պայքարեն այն մարդկանց դեմ, ովքեր որ իրական իրանց դեմ քայլեր արել, ոչ թե սեփական երկրի ընտրված իշխանության դեմ։ Իրանք մեր երկրի դեմ հայց պետք է ներկայացնեն, ոչ Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի հարկատուների դեմ, որովհետև ասում են Արցախի հայաստանով այն մարդկանց դեմ, ովքեր որ տասնամյակներ շարունակ իրանց աշխատավարձ է տվել, իրանց պաշտպանել է եւ վերջի տարիներին նաեւ շատ ավելի շատ իրանց աջակցությունը հայտնել, քան երբևիցե եղել։ Այդ մարդկանց դեմ, այն մարդկանց դեմ, ում երեխաները գնացել եւ զոհվել են, իրանք իրանց դեմ, իրանց հարկերի վրա պետք է հայտ ներկայացնեն, թող ներկայացնեն։ Թող ներկայացնեն իրանց իրական մտադրությունները པարզ կդառնա բոլորին։ Այսինքն դա լուրջ է, դա ասելու բան է։ Ես էլ գործ կա, որ ես մտածում եմ, որ ես դրա իրավունք ունեմ դատի տամ, բայց ես Հայաստանի Հանրապետությունը դատի պետք է տամ։ Ես պետական պաշտոնյա լինելով հանդերձ, ես այս երկրի տղեն լինելով հանդերձ, ես երկիրը պետք է իրանք տենց բան են իրանք կարողանում թույլ տան ասել։ Պարոն Սիմոնյան, եթե Բաքուն այս ընթացքում նոյեմբերի 9-ի կետերը չի կատարել, արդյոք ի՞նչն է հիմա ստիպելու, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքելու դեպքում այդ կետերը իրականացնի եւ վտանգ չկա, որ մենք մեր կետերը այսպես պարտաճանաչ կկատարենք ու կստացվի, որ Հայաստանը միակողմանի է։ Բանի այտենց խելագարության կանխավարկածից ենք խոսում, որ միշտ կա։ Ես չեմ ասում չկա։ Ինքը միշտ կա մեր աշխարհում, որ ասենք, չգիտեմ, անհավանական վերջի 5-7 տարին աշխարհում բոլոր անհավանական բաները տեղի են ունեցել։ Ռուսները ուկրաինացիների հետ են պատերազմում, կանադացիները ամերիկացիների հետ են պատերազմում, ասենք, Ամերիկան պատրաստվում է Գրենլանդիայի նկատմամբ նկատու, ասենք, խելագարության կանխավար, իհարկե ամեն ինչ կարա տեղի ունենա։ Կարող ենք պայմանագիրը ստորագրելու ժամանակ, չգիտեմ, գրիչներով մարդիկ հարձակվեն իրար վրա, բայց ասենք այդ ասելը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է խաղաղության պայմանագիր չհամաձայնեցնի, համաձայնեցնելուց հետո 4 տարի աշխատելուց հետո այդ պայմանագիրը չստորագրի։ Իհարկե միշտ էդիկա, բայց այդ միշտ կարելի է ամեն ինչ ասել։ Ամեն ինչ կարելի է դարձել։ Պարոն Սիմոնյան, մի ճշտող հարց է։ Ճշտող հարց է, հեռախոսազրույցից հետո Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին մեկնելու է եւ այդ միջոցառումներին է մասնակցելու։ Հայկական կողմը չի հաստատել։ Դուք տեղեկություն ունեք մասնակցելու է, թե ոչ եւ ինչու է պայմանավորված մասնակցությունը։ Ես չգիտեմ մասնակցելու թե չէ, անկեղծ չգիտեմ։ Մենք 300,000-ից ավել զոհ ենք ունեցել հայրենական մեծ պատերազմի ժամանակ եւ Հայաստանը ամենամեծ ներդրում անողներից մեկն է եղել այդ հաղթանակի համար։ Ես չգիտեմ վարչապետը ինչ որոշում կկայացնի, բայց այս բան անկեղծ տեղեկություն չունեմ, խոսեմ իմանամ։ Պարոն Սիմոնյան, ճիշտ հասկացա, որ նոյեմբերի 9-ի այդ 9-րդ կետով, որտեղով որ ռուս սահմանապահները, այսպես ասած, պետք է դաշնային ծառայության ներկայացնեն։ Չկա տենց պետք է բառ մի ասա այդ բանը։ Որ պետք է բառ որտեղ է, հələ մի հատ ասա պետք են որտեղ է գրած այդտեղ։ Վերահսկողության մասին է։ Վերահսկողությունը դու հիմա քո խմբագիրը կարա քեզ վերահսկի ստեղ չլինելով հանդերձ։ Եթերը կարա նայի եւ վերահսկի, ճիշտ է։ Կա պայմանավորվածություն, Երևանն ու Բաքուն, Մոսկվային համոզել են, որ այդ կետու դուրս է գալիս ընդհանրապես։ Չկա տենց պայմանավորություն, բայց վերահսկողություն բառը պետք չի տանել եւ ամենավատ տարբերակով մեկնաբանել, երբ որ դա անում է, մեր նկատմամբ թշնամական
նկարտումներ ունեցող մեկը, դա ուրիշ բան է, երբ որ դա անում է շահագրգիռ կողմը մեկը, բայց որ մենք հայերս ասում ենք, թե ասում է վերահսկողություն, ուրեմն պետք է գա 5000 հոգի մարդ կանգնի, գան ապրեն, դա էլ արտատարածքային միջանցք կլինի, Հայաստանը մեջտեղից հանգստացեք, հասկացանք բոլորս հասկացանք, դա էլ չնի կանգնում են զոհերի թիվը 1000-ով ավելացնում են, որ ավելի ցավոտ մարդկանց լինի, 5000 զոհ, 5 ղեկը այդպես բան ասում։ Ինչ որ ձևով Սպասիբ է, մասի արտահայտվեմ։ Չի կարելի իշխանացնել ու թույլ չտալ, որ ես արտահայտվեմ։ Դուք իմ ասում եք վերահսկողություն բարձ չկա, բայց կա հակառակը, ես ասում եմ, ես ընդհակառակը հակառակն եմ ասում։ Ասում վերահսկողությունը ձեր խմբագիրը կարող է իրականացնել ուղիղ եթերը նայելով եւ քեզ գրի, ասի Կարինե ջան, մի հատ էս հարցը տուր կամ Կարինե ջան, այս հարցը սենց մի տուր, դա վերահսկողություն է, թե չէ, պարտադիր չէ, որ ինքը ստեղ կանգնած լինի եւ ամբողջ խմբագրակազմը ստեղ կանգնած լինի։ Հա, մի հատ տեսախցիկ կդնենք մուտքից առաջ, պայմանական, հայկական բաները կանցնեն, հարկերը կվճարեն, ճանապարհը եւ պայմանական վերացական բան եմ ասում, չբռնենք մատի էս Ալեն Սիմոնյանը ակամայից բացեց բոլոր պլանը։ Պայմանական, եթե իրանց պետք է ուզում են մի հատ տեսախցիկով նայեն, տեսնեն այդ նոյեմբերի 9-ի պայմանավորությունը նորմալ է, այդ վերջի այդ միջանցքը տեղի իրանց պատկերացված միջանցքը, հա, տեղի ունեցավ թե տեղի չունեցավ, կարող նույնիսկ գրավոր ուղարկենք։ Գրենք, որ ամեն ամիս մի հատ գրավորով վերահսկողություն թող իրականացնեն։ Գրավոր կուղարկենք, ասենք այս ամիս նորմալ էր, ոչ մի ինցիդենտ տեղի չունեցավ եւ դրա վարչապետ ու նախագահի, չէ, ախր իրանց նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը դրա հետ կապված հանրական է տվել իրանց բաներին, իրանց մարմիններին, բայց մեր ընդդիմադիրները եւ իրանց հետևող լրագրողները սենց եկան, չէ, իրանք պետք է չի կարելի տենց մի տենց քարակուսի ձևով մենակ այս բանը ներկայացնել, էլի, գնա։ Այսինքն իրենք համաձայն են հեռաբարին, որևէ խնդիր չեն տեսնում։ Մեկը ինքը համաձայն է, թե համաձայն չի, ուրիշ բան չեմ պայմանավորվել։ Ես չեմ պայմանավորվել, որ միջանցք կալնելու, ես չեմ պայմանավորվել, որ միջանցք բարալինելու, որ ինչ որ կոնկրետ զորակ հանակա լինելու այդպես բան կա այնտեղ։ Լաչինի եւ Ղարաբաղի պարագայում կա, որ այնտեղ կա այդ նույն փաստաթղթի մեջ, եթե դա է եղել իմաստը, բախի էնի չեն գրել, որովհետեւ նման բան չի եղել։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։